Եթերում Քյավառ հեռուստաընկերության Գեղամա օր լրատվականն է, այսօր 5-ն է մարտի, օրը 5-շաբթի, բարի երեկո։ Գավառի համայնքապետարանի կողմից Գեղարվեստի դպրոցին դրամաշնորհների տեսքով ֆինանսական հատկացումներ են կատարվել, նպատակը դպրոցի պայմաններն ու աշխատանքները բարելավելն է։ Գավառ համայնքի 2024 և 2025 թվականների բյուջեից կապիտալ և ընթացիկ դրամաշնորհների տեսքով ֆինանսական միջոցներ են հատկացվել Գավառի Գեղարվեստի դպրոցին անհրաժեշտ գույք, տեխնիկա և աշխատանքային միջոցներ ձեռք բերելու համար։ Համայնքապետարանում համոզված են, որ համայնքային ենթակայությամբ գործող կրթական հաստատություններին այս օրինակ աջակցությունները օգնում են աշխատանքները պահանջված չափորոշիչներին համապատասխան կազմակերպելու համար։ Համայնքի խոշորացումից հետո Գավառ համայնքի ղեկավարի հանձնարարությամբ երկու տեսակի կապիտալ եւ ընթացիկ դրամաշնորհներ սկսեցինք տրամադրել բոլոր կրթական հաստատություններին եւ մեր նպատակն է եւ առաջնահերթությունը բարելավել կրթական միջավայրը եւ այդ ներդրումները, որ մենք կատարում ենք, նպատակ ունենք լուծել այն առաջնահերթ խնդիրները, արդիականացնել հաստատությունները, ապահովել երեխաների համար ավելի անվտանգ եւ ավելի հաճելի միջավայր։ Գեղարվեստի դպրոցին 2024 թվականին 1.545.000 դրամ կապիտալ դրամաշնորհ է հատկացվել։ Ձեռք է բերվել դյուրակիր համակարգիչ, պրոյեկտոր, պրոյեկտորի էկրան, բարձրախոս, խոսափող, տեսահսկող համակարգ, կարի մեքենա, արթուք, սառնարան, մասնագիտական գրքեր և պարկաթոռ։ Իսկ 900.000 դրամ ընթացիկ դրամաշնորհով դպրոցը գնել է փափուկ և պլաստմասայե աթոռներ, ինչպես նաև աշխատանքային նպատակներին ծառայող խառնիչ։ Բյուջեից նաև 300.000 դրամ է հատկացվել հատուկ նպատակային նյութերի ձեռքբերման համար։ Նախապես կատարում է կարիքի գնահատում, որի արդյունքում կարողանում ենք ներկայացնել անհրաժեշտ գույքի ցանկ, ստացված դրամաշնորհների շրջանակներում ձեռք ենք բերում ինչպես անհրաժեշտ նյութատեխնիկական բազան, գույք, տեխնիկա, այնպես էլ մասնագիտական գործիքներ, որ օգնում է, որպեսզի Գավառի Գեղարվեստի դպրոցը իր մատուցած ծառայությունները դարձնի խիստ մասնագիտական եւ ավելի բարձր որակի։ Այս առումով հատուկ շնորհակալություն ենք հայտնում Գավառի համայնքապետարանին, ինչպես նաեւ համայնքի ղեկավար պարոն Մարտիրոսյանին աջակցության եւ աշխատանքային այս մեխանիզմը կիրառելու համար։ 2025 թվականին կապիտալ դրամաշնորհով, որը կազմել է 700.000 դրամ, դպրոցը ձեռք է բերել տպագրական մամլիչ և ցուցափեղկեր։ 600.000 դրամ արժողությամբ ընթացիկ դրամաշնորհով էլ գնվել են փորագրման գործիքներ, տպագրականներ, նկարի շրջանակներ և ցուցադրության համար նախատեսված հատուկ լույսեր։ 2025 թվականին ևս համայնքի բյուջեից 450.000 դրամ է տրամադրվել դպրոցին հատուկ նպատակային նյութերի ձեռքբերման համար։ Ալվարդ Մանուկյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։ Գեղարքունիքի մարզային գրադարանը հերթական միջոցառումն է իրականացրել Կարմիր գյուղի համար 2 միջնակարգ դպրոցի հետ։ Թեման այս անգամ մայրենի լեզուն է ստեղծման և զարգացման պատմությամբ։ Հայոց լեզվի շքեղությունը, ուժն ու խորհուրդն են ներկայացնում Կարմիր գյուղի համար 2 միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները։ Հանդիպման վայրը դարձյալ Գեղարքունիքի մարզային գրադարանն է։ Գրքերով շրջապատված, թումանյանական ցուցադրությամբ լրացված միջավայրը տրամադրում է մայրենի լեզվի մասին զրույցների։ Հայերենը դարձավ մեր ժողովրդի ոգու, պատմության և մշակույթի ամուր պահապանը։ Սիրելի աշակերտներ, սիրենք մեր մայրենի լեզուն, պահենք և պահպանենք այն մաքուր ու անաղարտ փոխանցենք մեր սերունդներին։ Աշակերտները ներկայացնում են հայոց լեզվի զարգացման պատմությունը, ընդգծում մեր լեզվի տեղն ու դիրքը աշխարհի լեզուների շարքում։ Միջոցառմանը գեղարվեստական տրամադրություն են հաղորդում լեզվին նվիրված արձակ և չափածո ստեղծագործությունների ընթերցումները։ Գրաբարը հնագույն հայոց լեզուն է, ձևավորվել է տուրբերանի, բարձր այգի ու արարատի խոսածների հիմնան վրա, ընդգրկվում են գիծ 11-րդ դարի ընկել ժամանակաշրջանը, սակայն գրաբարը խոսակցական լեզուն է եկել մոտավորապես մինչև 9-րդ դարը։ Միջին հայերենն ընդգրկում է 12-ից 17-րդ դարերը, այդ լեզվով շարադրվում էին բժշկական, գյուղատնտեսական ձեռնարկներ, պոեզիա, այն դարձավ ժամանակի պաշտոնական կիրառելի լեզուն։ Նոր հայերենն ընդգրկում է 17-րդ դարից մինչև մեր օրերը։ Ժամանակակից հայոց լեզուն երկու ճյուղ ունի՝ արևմտյան և արևելյան։ Արևելյան հայերենը հանդիսանում է գրական լեզու Հայաստանում և նախկին խորհրդային պետություններում ապրող հայերի համար։ Արևմտահայերենը ԱՄՆ-ում, Իտալիայում, Ֆրանսիայում, Լիբանանում ապրող հայերի գործածական լեզուն է։ Դու այսպիսին ես և երջանիկ է, ով քեզ կարող է կոչել մայրենի, երանելի է, ով քեզանով է խոսում ու դատում։
դու իմ մայրենի, այսպիսին ես դու, և ես երջանիկս ու երանելիս, այդ ես չեմ քեզ տիրապետում, այդ դու ես ինձ տիրապետում հավիտյան և միշտ, և այժմ նաև քեզանով իսկ քեզ փառաբանելիս։ Միջոցառման հիմնական թեմայի հետ շահկապվում են նաև գիրքն ու ընթերցանությունը, ևս մեկ անգամ կարևորվելով որպես ազատ և անկախ մտածելու կարողության զարգացման միջոց։ Համատեղ միջոցառման արդյունքում դպրոցական գրադարանը հարստանում է նոր գրքերով, իսկ մարզային գրադարանի գրաֆոնդը հարստանում է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նվիրատվությամբ։ Գրքերը մարզպետն անձամբ է հանձնում և հույս հայտնում, որ դրանք կգտնեն իրենց ընթերցողներին։ Կարեն Սարգսյանը շրջում է գրադարանի բոլոր բաժիններում, ծանոթանում գրադարանային առօրյային, զրուցում գրադարանավարների և աշակերտների հետ։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։ Քյավառ հեռուստաընկերության Գեղամաօր լրատվականի այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Ես հրաժեշտ եմ տալիս և մաղթում ամենայն բարիք։